Ողջույն, Հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Միրասյանն եմ ու բնականաբար մենք զրուցում ենք առողջության մասին։ Այսօրվա գլխավոր թեման նվիրված է լինելու անզգայացմանը, այսպես կոչված նարկոզին, ինչը իրենից ներկայացնում, քանի տեսակ ունի, ինչ վտանգներ է իր մեջ պարունակում եւ ամենակարևորը, ինչպես նախապատրաստվել ու չվախենալ։ Կսովորենք այսօր իրար հետ։ Գնացինք։ Այս կադրերում աշխարհում առաջին անգամ արված նարկոզի անզգայացման տեսարանն է։ 1846 թվականի հոկտեմբերի 16-ին Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքի հոսպիտալներից մեկում ատամնաբույժ Ուիլյամ Թոմաս Գրին Մորթոնը աշխարհում առաջինը որպես ինհալացիոն անզգայացնող միջոց օգտագործեց եթերը, իսկ վիրաբույժ Ջոն Քոլինս Ուորենը անցավ հեռացրեց երիտասարդ տղայի Էդվարդի պարանոցի ուռուցքը։ Այս իրադարձությունը նոր էջ բացեց բժշկության մեջ, հնարավոր դարձնելով կատարել մի շարք բարդ ու հրատապ վիրահատություններ։ Իսկ ինչ է եթերը։ 16-րդ դարում շվեյցարացի գիտնական Պարացելսն է հայտնագործել դիեթիլ եթերի ցավազրկող հատկությունները։ Հարյուրամյակներ պահանջվեցին, որպեսզի գիտնականները լիարժեք ուսումնասիրեն քիմիական էսնյութի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Մինչև 19-րդ դար բժիշկները վիրահատական ոչ մի միջամտություն չէին կատարում որովայնի խոռոչի օրգաններում։ Ատամնաբուժական բոլոր միջամտությունները, կարեր դնելը եւ նույնիսկ անդամահատումներն էլ արվում էին առանց անզգայացման։ Բուժարուն, որին սպասում էր ծանր վիրահատություն, մի բաժակողի էր խմում եւ կաշվե գոտին սեղմում ատամների արանքում։ Շատ հաճախ վիրահատվողին նաեւ կապում էին մահճակալին։ Անեսթեզիոլոգիայի զարգացմանը զուգահեռ անզգայացնող դեղամիջոցներն այնքան կատարելագործվեցին, որ թույլ տվեցին իրականացնել բարդ ու ժամեր տևող վիրահատություններ, պահպանելով հիվանդի կյանքը։ Իդեպ պատմության մեջ մինչև օրս գրանցված ամենաերկարատև վիրահատությունն արվել է 2001 թվականին։ Այն ձգվել է մի քանի օր, ընդհանուր հաշվով 103 ժամ։ Արդյունքում բժիշկներին հաջողվել է միմյանցից անջատել սիամական երկվորյակների, որոնց գլխուղեղները պարուրաձև միացած են եղել իրար։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, հրավիրում ենք մեր այսօրվա առաջին հյուրին եւ հյուրն այսօր անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ Մեհեր Բաբախանյանն է։ Դիմավորենք։ Ողջույն բժիշկ Բաբախանյան։ Բարև։ Մենք խոսում ենք այսօր անզգայացման մեթոդների մասին, ընդհանրապես անզգայացումից փորձենք հենց սկզբից պատկերացնել ինչ է կանում մարդու մարմնի հետ, որ մարդը ցավ չի զգում եւ մենք վիրաբույժներից արդեն կարողանում ենք հանգիստ աշխատել եւ միաժամանակ բացարձակ չանհանգստանալ, որ հիվանդը կունենա ցավեր։ Սկսենք դրանից, որ անեսթեզիաները մի քանի տեսակի են լինում, կախված որ տարբերակով արվում, մեխանիզմները բնականաբար տարբեր են։ Տեղային անեսթեզիա, որը սովորաբար վիրաբույժներն են անում։ Երկրորդ տեսակը դա ռեգիոնալ անեսթեզիան է, որի պարագայում գիտակցության անջատում տեղի չի ունենում, ինքը 3 տեսակ ունի՝ հաղորդչական, ողնուղեղային եւ պերիդուրալ։ Տարբերությունն այն է, հաղորդչականի դեպքում վերջույթների վրա է կատարվում անզգայացումը հյուսակների շրջանում, նյարդային ցողունների շրջանում եւ պերիֆերիան անջատում է, չի թողնում ցավային գրգիռը հասնի ուղեղին եւ հիվանդը ցավ չի զգում, բայց ամբողջական գիտակցություն, այո, պայմաններում։ Ողնուղեղայինը նույն անեսթետիկը տեղային։ Եկեք մենք ցույց տանք, որովհետեւ այստեղ քննարկելու հարց ունենք։ Ողնուղեղային կանալի մեջ սովորաբար գոտկային առաջին մակարդակ եւ ավելի ցածր, ինչու, որովհետեւ ողնուղեղը սովորաբար ավարտվում է մինչև գոտկային առաջին։ Այսինքն մենք խոսում ենք, այսպես պարզ ժողովրդական լեզվով ասած, մեջքից սրսկեցին անզգայացանք։ Եվ բոլորը շատ հաճախ վախենում են, որ այ ներարկեցին եւ ողնուղեղի մեջ եւ կարող են ողնուղեղը վնասել, ողնաշարս վնասել, վախենալու բան կա ընդհանրապես։ Թեորետես այո, սակայն դա էլ ընտրության հարց է։ Սովորաբար ողնուղեղային անեսթեզիաները օգտագործվում են փոքր կոնքի խոռոչի ստորին վերջույթների ցավազրկման նպատակով։ Այդ պարագայում գոտկային առաջի ողից ներքև ցավազրկումը լիովին բավարար է։ Այդ պարագայում հնարավոր չի վնասել ողնուղեղ, որտեղ այստեղ ողնուղեղ արդեն չկա, պրակտիկորեն չկա։
վերևում է, արդեն վերջացել է, այսինքն այն հատվածը, որտեղից որ անեստեզիոլոգները ներարկումը կատարում են, այդտեղ արդեն ողնուղեղ չկա եւ ուղղակի կանալի մեջ են ներարկում, ոչ մի անհանգստանալու բան չկա։ Եվ այդ մակարդակից ներքև ստանում ենք ցավազրկում, Ահա, գիտակցությունը գիտակցության կա, պայմաններում։ բայց ցավ չունի։ Մյուս տեսակը պերիդուրալն է, որը որ պերիդուրալ տարածության շարակցական հյուսվածքի մեջ է ներարկվում, չհասած ողնուղեղին, նույն մոտավորապես մեխանիզմով գաղափարը նույնն է։ Ներերակային Հաջորդ տեսակը, երրորդ տեսակը դա ընդհանուր անզգայացումն է, որը նույնպես 3 տեսակների է բաժանվում՝ ներերակային, ինհալյացիոն, այսինքն շնչական թթվածնի հետ միասին եւ կոմբինացված, որը ներառում է իր մեջ ներերակային, շնչական ու նաև էնդոտրախեալ կոմբինացված անեստեզիա։ Հատուկ տեղադրեցին եւ դուք որպես անեստեզիոլոգ որն եք համարում լավագույնը։ Միանշանակ կոմբինացված էնդոտրախեալ, ամենաանվտանգ եւ ամենալավ այդ առումով։ Ինչու է ամենաանվտանգ։ Նախ բոլոր պարամետրերը հիվանդի, բոլոր ֆունկցիոնալ պարամետրերը եւ նրա շնչառությունը, սրտի աշխատանքը, պուլսը ավելի կառավարելի են այդ պարագայում, հաշվի առնելով ու վերահսկելի, հաշվի առնելով ժամանակակից դեղորայքը, ապարատուրաները եւ այլ եւ այլ։ Ինքը ավելի վերահսկելի եւ ավելի անվտանգ։ Այսինքն սարքը շնչում է, բժիշկը կարգավորում է, դուք շնչառության հաճախությունը, խորությունը, ամեն ինչը դուք դնում եք ձեր ուզած թվերի վրա եւ սարքը պացիենտի փոխարեն ոչ այնքան ուզած թվերի վրա, ամեն հիվանդին ըստ քաշի, ըստ հասակի, ըստ դիմադրության ներշնչական, ըստ դրա նույնպես չափանիշներ կան, որոնցով առաջնորդվում ենք։ Հիմա ուզում եմ, որպեսզի մենք խոսենք հնարավոր բացասական կողմերի մասին եւ առաջինը հենց մեր հեռուստադիտողին ու հանդիսատեսին առաջարկեմ պատասխանել հարցի. արդյոք ամենատարածվածներից մեկը, արդյոք անզգայացումը, նարկոզը ազդում է հիշողության վրա, եւ խնդրեմ դուք հիմա հենց միանգամից չպատասխանեք, որովհետեւ քվեարկություն է գնում մեր տաղավարում, եւ փորձենք հասկանալ, թե ինչպես պետք է պատրաստվել, որովհետեւ ուղակի վերցնել մարդուն ու տանել միանգամից անզգայացում իրականացնել, գիտեմ, որ չի կարելի, եւ դուք միշտ զրուցում եք նախապես։ Ինչն է ձեզ համար կարեւոր։ Միջև ինձ հասնելը կատարվում են բազմաթիվ հետազոտություններ, որը անպայման կարևոր է հասկանալու համար հիվանդի ֆունկցիոնալ վիճակը, դրանից է բխում նաև ինչպիսի անեստեզիայի տեսակ ընտրել, ինչ դեղորայքով պրեպարատներով այդ ամեն ինչը անցկացնել ու նաև ինչի վրա ուշադրություն դարձնել եւ եթե կարիք կա ինչ-որ նախավիրատական բուժական պատրաստություն տեսնել թե ոչ։ Դա տարած հիվանդություններն են, անամնեզում կրած վիրահատություններ պարտադիր, ժառանգական ֆակտորները նաև ինչ բաներ կան անեստեզիա տարած հայր, մայր, քույր, EKG պարտադիր, թոքերի ռենտգեն, որպեսզի հասկանաս հիվանդի ընդհանուր վիճակը մինչ անեստեզիա։ Ես գիտեմ, որ դուք նաև սիրում եք ստուգել ատամների վիճակը։ Ինչու՞։ Ինչ կապ ունեն ատամները բանջարային որ քնելուց հետո, երբ որ խողովակը տեղադրվում է ձայնաճեղքի կոկորդի մեջ, անպայման գործիքով պետք է մտնես մեջը, լարինգասկոպը գոչվում, մտնես մեջը, հնարավոր է շարժվող ատամին հպվես, կոտրվի, դրա համար պարտադիր պետք է իմանալ, շարժվող ատամ կա չէ, արհեստական ատամներ կա թե, եթե կա անպայման պետք է հանել միջվիրահատությունը։ Ինչու՞ չեք թողնում հիվանդը նախապես հաց ուտի, ջուր խմի, այ բոլոր անեստեզիոլոգները չեն սիրում այդ իրավիճակը։ Որովհետև քնելուց հետո էլի նույն խողովակը տեղադրելու ժամանակ մոտավորապես 15 վայրկյան ժամանակ է պետք, որ ընթացքում հիվանդը ինքը չի շնչում, խողովակը պետք է տեղադրել, միացնել ապարատին եւ շնչացնել։ Խողովակը տեղադրելուց հետո էլ խնդիր չկա։ Խնդիր չկա, որովհետեւ մարդ կա 15 վայրկյանի ընթացքում եթե խմած լինի, ջուր լինի ստամոքսում կամ սնունդ, կերակուր, հնարավոր է այդ սնունդը կերակուրը հետ գա, լցվի, ասենք, ասպիրացիա թոքեր։ Ստամոքսից գա եւ շնչափողով գնա թոքեր, որը որ կլինի անդառնալի պրոբլեմ 90%-ով։ Դրա համար անհրաժեշտ է մինիմում 2-ից 3 ժամ չխմել եւ 5-ից 6 ժամ չուտել։
կոշտ ծնունդ։ Եկեք տեսնենք մեր հարցման պատասխանները, արդյոք գտնում ենք, որ հիշողության վրա ազդում է անզգայացումը, 80%-ը գտնում է, որ այո, 20%-ը ոչ։ Այդ թյուր կարծիքից ոչ մի կերպ չկարողացանք ազատվել։ Անեսթեզիան, մանավանդ ժամանակակից ասելով վերջին 10 տարին, որ հաստատ ընդհանրապես չի ազդում որևէ ֆունկցիոնալ վիճակի, այդ թվում նաև հիշողության կամ կյանքի տևողության կրճատման կամ չգիտեմ այլ բաների վրա բացարձակ։ Դեղորայքը կազդում են շատ կարճ եւ ամեն մեկը կատարում է իր ֆունկցիան։ Մի բան է, եթե մի դեղորայքով փորձես հասնել բոլոր կրիտերիաներին, որպեսզի ապահովի քունը, ցավազրկումը, վիրաբույժի հանգիստ աշխատանքը, մի բան է տարբեր դեղորայքով։ Կողմնակի ազդեցությունները ավելի քիչ են, եթե ամեն մեկը իր ֆունկցիան է կատարում։ Եվ բացի այդ իրենք շատ կարճ ազդեցություն ունեն, պրակտիկորեն վիրահատությունից մի քանի ժամ հետո մեծ մասը օրգանիզմից դուրս է գալիս, 24-ից 48 ժամ հետո հետ անգամ չկա։ Հետ կասելով ի նկատի ունենք, որ ինչ որ անալիզով բանով հայտնաբերել եւ այլ եւ այլ։ Այսինքն հիշողության վրա ոչ մի ազդեցություն ժամանակակից։ Եթե մինչև այդ հիշողությունը նորմալ է, հաստատ չի փոխվի։ Ինչ է հիշում բուժառուն։ Որ պահից ես հիշում, որ պահից է գիտակցությունը վերականգնում, որտեղ շատ հաճախ ասում է ես արդեն արթուն էի, ձայները լսում էի, բայց ինքս չէի կարող խոսել ու պատասխանել։ Ինչ է կատարվում, կբացատրեք, ինձ թվում է շատերին հետաքրքիր կլինի։ Դա շատ անհատական է եւ բացի այդ նաեւ կախված է վիրահատության տևողությունից։ Կարճ վիրահատությունների ժամանակ, քանի որ դեղորայքի օգտագործումը շատ սահմանափակ է, քիչ որպեսզի հիվանդը շուտ արթնանա, հնարավոր է հիվանդը արթնանա վիրասրահում եւ որոշ բաներ հիշի ձեր ասած, որ ուզում էի խոսեի, բայց չէի կարողանում։ Ամեն դեպքում վիրահատությունը արդեն ավարտված է։ Ավարտված է, իհարկե։ Մի քիչ միջին տևողության վիրահատությունների ժամանակ հիվանդը արթնանում է էլի վիրասրահում, բայց սովորաբար չի հիշում դա։ Շատ հաճախ այնուամենայնիվ մարդկանց մոտ վախ կա։ Մարդիկ այդքան չեն վախենում բուն վիրահատությունից, ինչքան միշտ նշում են, ասում են, չգիտեք, վիրահատությունից չեմ վախենում, բայց այնուամենայնիվ մարդ եմ, վախենում եմ, որ քնեմ, չարթնանամ։ Ինչ եք դուք պատասխանում այդ բան։ Հիվանդին, որին տանում ենք վիրահատության բուն, փորձում եմ մի փոքր ընտանեկան մթնոլորտ ստեղծել իր համար, բայց միջ այդ բնականաբար կասեմ հետեւյալը։ Գոյություն ունի ստատիստիկա մահացության չարթանալու։ Սկսեմ դրանից, հետո ավելի կմանրամասնեմ։ 100,000 հիվանդից մոտավորապես 5.5-ը, եթե ունի սիստեմային հիվանդություններ ոչ կոմպենսացված վիճակում, խոսքը գնում է ինսուլտ տարած, ինֆարկտ տարած, ծանր դիաբետով, պատճառները լինում են կողմնակի հիվանդություն ունեցող դեպքերում, երբ որ շտապ վերցնում ես վիրահատության, տարբերակ չկա, որտեղ այնտեղ ունի արյունահոսություն մասիվ կամ ինչ, չես հասցնում բուժել, պատրաստել եւ վերցնում ես այդ դեպքերում մի փոքր բարձրանում է։ Սովորական հիվանդներին հնարավոր է տեխնիկական ինչ որ խնդիր կառուցվածքային եւ հնարավոր է չարորակ հիպերթերմիա, որը որ այլ բացառիկ դեպք։ Գենի, եթե չեմ սխալվում, 10-րդ քրոմոսոմի դեֆեկտի հետևանքով մեր անեսթետիկները կարող են տրիգեր հանդիսանալ առաջացնելու։ Դա շատ հազվագյուտ երևույթ է։ Այնպես որ սովորական առողջ պատրաստված բուժում ստացած միջ վիրահատությունը հիվանդներին պրակտիկորեն չի սպառնում չարթնանալ։ Դե ինչ հարգելի հեռուստատիտողներ, մենք այսօր խոսում էինք անզգայացման մասին, բացատրեցինք ընդհանրապես ինչպես է անզգայացումը ազդում, ինչու հիվանդը ոչ մի ցավ չի զգում, բացատրեցինք, որ անզգայացումը կարող է լինել այնպիսին, որ հիվանդը լինի գիտակցության մեջ եւ ամբողջ վիրահատությանը մասնակցի, այսպես ասենք, մեզ հետ լինի, բայց ցավ չունենա, հիվանդը կարող է նաև քնած լինել եւ կրկին ցավ չունենալ, թե ինչ կհիշի, երբ կարթնանա, ինչ մեթոդներով արդեն որոշում են բժիշկները, կախված միջոցից, դեղամիջոցներից, մեթոդից, իսկ վերջում իհարկե անպայման ուզում ենք միշտ ես անեսթեզիոլոգներին միշտ ցանկանում եմ, որպեսզի նրանց քնեցրած եւ արթնացրած հիվանդների թիվը միշտ համընկնի։ Աստվածտակ։ Մեհեր Բաբախանյանն էր մեր այսօրվա հյուրը, մնացեք մեզ հետ։ Մեր հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում զույգերի, ինչպես նաև միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։
Գենային թերապիան ընդդեմ Դաունի համախտանիշի եւ սուպեր կովեր, որոնք ինսուլինային կաթ են արտադրում։ Բժշկական գյուտեր, որոնց մասին գուցե չեք լսել։ Ճապոնական Միե համալսարանի գիտնականներն են բեկումնային առաջընթաց մտցրել գենային թերապիայի ոլորտում։ Նրանց հաջողվել է մարդու բջիջներից, որոնք ստացել են լաբորատոր պայմաններում, հեռացնել Դաունի համախտանիշ առաջացնող 21-րդ քրոմոսոմը։ Ալել սպეციფიկ խմբագրում է կոչվում այս նոր մեթոդը, ինչի շնորհիվ մարդու ԴՆԹ-ից ջնջվում է միայն ավելորդ քրոմոսոմը, առանց վնասելու գենոմի առողջ հատվածին։ Ռյոտարո Խաշիզումեի ղեկավարած գիտական խումբը հայտարարել է, որ այս նոր մեթոդը ապագայում կօգնի նաև արդեն Դաունի համախտանիշով ապրող մարդկանց։ Այն թույլ կտա ցողունային բջիջների մակարդակում նեյրոնների կորեկցիա իրականացնել, ինչի արդյունքում հնարավոր կդառնա բարելավել Դաունի համախտանիշ ունեցողների մտավոր եւ ֆիզիկական կարողությունները։ Կովի կաթը որպես ինսուլինի բնական աղբյուր։ Իլինոյսի եւ Սան Պաուլոյի համալսարանի փորձագետները փոխել են շագանակագույն կովերի ԴՆԹ-ն այնպես, որ նրանց կաթում ինսուլին արտադրվի։ Երբ լաբորատոր էմբրիոններից ստացված կովերը մեծացել են, գիտնականները սկսել են հետազոտել դրանց տված կաթը։ Տրանսգենային այս կովերն օրական 40-ից 50 լիտր կաթ են տալիս։ 1 լիտրում 1 գրամ կամ 28818 միավոր ինսուլին է հայտնաբերվել։ Եվ սա այն դեպքում, երբ դիաբետ ունեցող մարդն օրական ընդամենը 0.5-ից մինչև 2 միավոր ինսուլինի կարիք ունի։ Ամերիկացի եւ բրազիլիացի գիտնականների խումբը մտադիր է կլոնավորել այս կովերին։ Դա կօգնի ինսուլինային կաթի արտադրություն սկսել։ Գիտնականները պլանավորում են առաջիկայում կաթից ստանալ նաև ինսուլին պարունակող տրանսգենային թթխմոր։ Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2024 թվականի տվյալներով աշխարհում 200 միլիոն մարդ ինսուլինի կարիք ունի, սակայն այդ դեղամիջոցը բավական թանկ է եւ ոչ բոլորին է հասանելի։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը արդեն ծնողների դպրոց հատվածում եւ իմ հյուրը մանկաբույժ Աստղիկ Միրզախանյանն է, ողջույն բժշկուհի։ Բարև ձեզ։ Մենք այսօր զրուցում ենք մանկական դեղատուփի մասին, փորձելու ենք հասկանալ ընդհանրապես մեզ պետք է ունենալ առանձին մանկական դեղատուփ, թե դա անիմաստ գործողություն է, մենք բոլորս տան ունենք որոշակի դեղամիջոցներ, բոլորը ունեն, չէ՞, դեղերի դարակ։ Այն որ ասում են այն դեղերի դարակը բացիր, այնտեղ ամեն ինչ կգտնես։ Իսկ դուք ունեք առանձին մանկական դեղատուփ։ Ձեր տանը կա նման բան, թե ոչ։ Իդեպ ես նույն հարցը ուզում եմ ուղղել նաև մեր հանդիսատեսին, քվեարկեք, ունեք արդյոք թե ոչ, իսկ մենք բժշկու հետ կզրուցենք, կա դրա անհրաժեշտությունը եւ եթե այո, ապա ինչ պետք է պարունակի մանկական դեղատուփը։ Նախ պետք է ասեմ, որ մանկական դեղատուփը երեխայի կյանքում կարևոր բաղադրիչ է, թե տանը, թե ճամփորդելիս։ Մանկական դեղատուփի պարունակությունը խիստ առանձնահատուկ կարող է լինել, կախված երեխայի առողջական վիճակից։ Ես այստեղ հավաքել եմ դեղորայքի ցանկ, որոնք անհրաժեշտ են պրակտիկ առողջ երեխայի համար։ Խնդիր չունի երեխան։ Այո, խնդիր չունի։ Եվ մենք որոշել ենք այնուամենայնիվ ճամփորդել։ Եկեք ոչ թե տնային պայմանների համար այսօր խոսենք, որոշել ենք ճամփորդել։ Մամաներ կան, որ ճամպրուկի կեսը դեղերն են։ Մամաներ կան, ասում են, դե լավ, հիմա ինչ խնդիր կա, ինչ որ բան կլինի, տեղում կգնենք։ Ինչ է առաջարկում մանկաբույժը։ Ես առաջարկում եմ միշտ ունենալ ձեռքի տակ անհրաժեշտ դեղորայքով զինված դեղատուփ, որովհետև երեխաները շատ անկանխատեսելի են եւ ամենաանկանխատեսելի պայմաններում իրենց օգնություն կարող է անհրաժեշտ լինել։ Դե եկեք հիմա միասին հավաքենք մանկական դեղատուփ։ Առաջինը, օրինակ, ըստ կարևորության։ Այո, ըստ կարևորության սկսենք նախ պարզից եւ ամենահաճախ հանդիպող գանգատի համար Մրցույթ հիվանդացավ։ Այո։ Ջերմություն։ Տարական ջերմիչեցնողներ պետք է պարունակի մանկական դեղատուփը պարացետամոլի կամ մոմիկ տարբերակը լինի կամ հեղուկ օշարակի ձևով։ Մենք այստեղ երկուսն էլ ունենք։ Եկեք այսպես, որը օգտագործում ենք, խանում ենք։ Ունենք ջերմիչեցնող։ Գնացինք առաջ։ Կամ պարացետամոլի շարք կամ իբուպրոֆենի շարքի դեղորայք։ Երկուսն էլ անհրաժեշտ ունենք։ Մոմիկը նրանից էր, օշարակը մյուսից։ Երկուսն էլ անհրաժեշտ է ունենալ։ Հաջորդը ծնողին ամենահաճախ անհանգստացնող ալերգիաներն են։ Այսինքն մենք պիտի ունենանք հակահիստամինային պրեպարատներ, ինչպես տեղային օգտագործման, որտեղ ճամփորդելիս գիտեք տարբեր միջատների խայթոց կարող է երեխայի մոտ լինել եւ առաջին հերթին պետք է տեղային հակահիստամինային պրեպարատներ օգտագործել։ Բոլորը միշտ հիշում են հակաալերգիկ հաբերի մասին, բայց շատ հաճախ մոռանում ենք, որ մենք ունենք նաեւ քսուկների ձևով եւ հատկապես, չգիտեմ, երեխան խաղում էր անզգուշությամբ եղինջի հետ շփվեց, եղինջացանց, մռոց
պարտադիր չի հաբը տալ ու սպասել երբ կգներ գործի, կարելի է քսունքների ձևով շատ արագ օգնել։ Իհարկե, ես խորհուրդ կտամ նաև ունենալ հակահիստամինային պրեպարատներ, այսինքն ներքին ընդունման տարբերակով, եւ իհարկե կարևոր դեղորայքի ցանկից նաև դեքսամետազոնի ամպուլան է, որ պետք է միշտ ունենալ ձեռքի տակ, բայց խորհուրդ կտամ այն կիրառելուց առաջ անպայման խորհրդակցել բժշկի հետ։ Հա, դեքսամետազոն ուղղակի վերցնելու ինքնուրույն, չէ, բնականաբար եթե ունենք ամպուլա, պետք է ունենանք նաև ներարկիչներ։ Այստեղ անհրաժեշտ դեղորայքի ցանկին քթի անոթասեղմիչ կաթիլներն են, իհարկե ցանկալի է նաև ունենալ աղային հիմքով ֆիզլուծույթ պարունակող պրեպարատներ։ Այստեղ հաճախ երեխան ճամփորդելիս թե ճանապարհի վրա կարող է ունենալ փսխումային համախտանիշ, հակափսխումային դեղորայքի կարիք կլինի ունենալ, 1-2 հապ, իհարկե ես այստեղ նաև ունեմ դեղորայքը հատուկ բաժանող սարք, տուփեր, այո, որովհետև երեխաները քաշից կախյալ կարող են տարբեր չափաբաժին անհրաժեշտ լինել։ Ես այստեղ տեսնում եմ այրվածքների համար նախատեսված միջոց։ Դրանք պանտենոլ պարունակող սփրեյներն են։ Իհարկե պանտենոլը կարող է լինել ինչպես սփրեյի տեսքով, այնպես էլ քսուկի, ուղղակի առաջին օգնության ժամանակ ավելի նպատակահարմար է ունենալ սփրեյ տարբերակը, այո։ Եվ հիշեք, հարգելի ծնողներ, պապիկներ, տատիկներ, ձեթ, յուղ, կարակ, մածուն, թթվասեր, առավել եւս մեզ որևէ բան քսել այրվածքի վրա չի կարելի։ Միակ բանը, որ կարելի է դա լվանալ եւ դրանից հետո պանտենոլ պարունակող որևէ սփրեյ օգտագործել։ Երեխաների պարագայում մայրիկներն էլ կփաստեն ու կհամաձայնեն ինձ հետ, որ գլիցերինով միկրոհոգնաները իրենք կարևոր բաղադրիչներից են մանկական դեղատուփում որպես առաջին օգնություն աղիքային խիթերի դեպքում։ Աչքի հակաբորբոքային կաթիլներ կարելի է ունենալ ինչպես տանը, այնպես էլ ճամփորդելիս, իհարկե խիստ բժշկի ցուցումով պետք է օգտագործել։ Այո, որովհետև խնդրահարույց է եւ տեղային կաթիլները ականջի որևէ ապացուցված ազդեցություն չունեն, դրա համար ես խուսափել եմ այդ դիսոնանսից եւ չեմ դրել դեղատուփում։ Եվ վիրակապական միջոցներ։ Վիրակապական միջոցներ, որովհետև գիտենք մանավանդ քայլող, վազող երեխաները կարող են վնասել իրենց, ունենալ մաշկի վերքեր, ես խորհուրդ եմ տալիս ունենալ ջրածնի պերօքսիդ, բետադին կամ յոդ լուծույթ եւ իհարկե թանզիվեբ մարիազերծ անձեռոցիկներ, բին, բամբակ եւ կպչուն սպեղանի։ Բոլորը ստերիլ էին։ Բոլորը ստերիլ, այո, որովհետև հիշեք, որ ստերիլն է պետք օգտագործել։ Այս ամեն ինչ օգտագործելու համար նախ պետք է ունենալ նաև մկրատ եւ ջերմաչափ։ Ջերմաչափ, որովհետև դուք սեղմեցիք, դուք զգացիք, դուք շոշափեցիք տաքեր սառներ ջերմաչափ։ Այնպես էլեկտրոնային, այնպես էլ սնդիկային կարող ենք ունենալ։ Ես համաձայն եմ դեովի։ Կողմնակիցն եմ եւ այստեղ ունենք հետաքրքիր բժշկուհին։ Այո, սա նաեւ ինձ համար է, հա, բացահայտում կարևոր, որ կարող ենք ունենալ նման ձողիկներ, որոնք պարունակում են բետադին կամ սպիրտ, որոնք վերքերի մշակման համար որպես առաջին օգնություն կարող են լինել ու խուսափել այսպիսի մեծ տարաներով բանավակ ճամփորդելիս տեղափոխել։ Ինքս էլ առաջի անգամ բժշկուհին ցույց տվեց, փաստորեն այդ զողիկների մեջ օրինակ բետադինի լուծույթն է, որը սեղմում ես եւ բետադինը գալիս է դեպի բամբակյա հատվածը, ստերիլ են կարծես։ Այո։ Նույնը կա նաեւ սպիրտի պարագայում, թեթև ամեն մեկը երևի կկշռի 15 գրամ այս տուփերից, ամեն դեպքում շատ հեշտ արագ եւ շատ պրակտիկ տարբերակ է, այնպես որ կարող եք ունենալ։ Ըստ մեր հանդիսատեսի քվեարկության, ընդամենը 22%-ն է, որ տանը ունի մանկական առանձին դեղատուփ, մանկական դեղատուփ պետք է ունենալ, մենք խոսում ենք ճամփորդական դեղատուփի մասին, տնային դեղատուփը երևի կլինի ավելի մեծ, ավելի տարողունակ, բայց ճամփորդելիս գոնե այսքանը պարտադիր պետք է ունենալ։ Եթե գումարային վերցնենք ընդամենը փոքրիկ տուփ, բայց քանի դեպք մենք արդեն նշեցինք, սկսած ջերմությունից, այրվածքներից, ալերգիաներից, վնասվածքներից, փորկապություններից, փսխումներից, աչքի բորբոքումներից եւ այլն եւ այլն։ Ունեցեք, եղեք զգույշ, ինձ թվում է, որ հիմա կարող եք եւս մեկ անգամ հիշել նայել ինչ ունենք մենք սեղանին, այս նույնը կարող եք հավաքել ու հանգիստ գնալ ճամփորդության։ Շնորհակալություն։ Գնացեք մեզ հետ։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, այժմ խոսում ենք կարևորի մասին, իսկ կարևորն այսօր խուճապային, գծիկ տագնապային գրոհն է։
Նույն ինքը պանիչսկա ատակա ասածը, փորձում ենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում եւ դա անելու ենք նյարդաբան Դավիթ Ալոյանի հետ։ Ողջույն Բեշկալյան։ Ողջույն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ասում է, որ մարդկանց գրեթե 4% ունի այս խնդիրը։ Փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում, ինչպես է դրսևորվում եւ գուցե շատ-շատերը կհասկանան, որ հենց այդ խնդիրը ունեն։ Այո։ Մենք պետք է տարբերակենք խոճապային գրոհը սովորական առօրյա տագնապից, քանի որ խոճապային գրոհի դեպքում ունենք ոչ միայն էմոցիոնալ սուր վիճակ, այսինքն վախ, անկառավարելի զգացումներ, այլ նաև ունենք ֆիզիկական ախտանիշներ։ Օրինակ սրտի արագ աշխատանք, օդը չհերիքելու զգացում, եւ բացի այդ սովորական առօրյա ֆոնային տագնապից խոճապային գրոհները տարբերվում են նրանով, որ լինում են անկառավարելի։ Մարդիկ չեն կարողանում կանգնեցնել դրանց ընթացքը, դրանք ունենում են ավելի ուժեղ, ավելի սուր ընթացք։ Ես ուզում եմ հասկանալ ինչ տարբերություն կա սովորական վախի եւ տագնապային կամ խոճապային գրոհի միջեւ։ Այսինքն շուն եկավ, հաչում է, ես վախենում եմ։ Դա տագնապային կամ խոճապային գրոհ է։ Ոչ, դա օրգանիզմի նորմալ ռեակցիան է, իսկ խոճապային Սովորական վախ է։ դա սովորական վախ է։ Բայց էլի սիրտը սկսեց արագ աշխատել։ Դա օրգանիզմի ադեկվատ ճիշտ Ադրենալինի իսկ տագնապային գրոհների ժամանակ, խոճապային գրոհների ժամանակ դա լինում է այն պահին, երբ չպետք է լինի։ Հենց դրանով են տարբեր։ շունը չկար։ Շունը չկար, մենք հանգիստ ենք, սենյակում նստած ենք, բայց սկսվում է այդ վիճակը։ Ինչից։ Ինչ է տեղի ունենում։ Պատճառները տարբեր կարող են լինել եւ տարբեր մասնագիտությունների, բժշկական տարբեր մասնագիտական հարթությունների դաշտում կարող են լինել։ Կարող են լինել թե նյարդաբանական պատճառներ կապված ուղեղի հետ, քանի որ խոճապային տագնապային գրոհի ժամանակ ուղեղի տարբեր հատվածներ են ակտիվանում։ Ակտիվանում է ամիգդալան, նշաձև մարմինը, որը որ վախի զգացումն է սրացնում։ Հիպոթալամուսի կողմից ուղեղի եւս մեկ հատվածը ակտիվանում է ադրենալինի, կորտիզոլի, ստրես հորմոնների արտադրությունը, որոնք որ բերում են հենց այդ սրտի արագ աշխատանքին, խոճապի զգացմանը։ Կարող են լինել պայմանավորված էնդոկրին խնդիրների հետ, օրինակ դիաբետ ունեցողների մոտ շաքարի տատանումներ կամ վահանաձև գեղձի խնդիրների դեպքում եւս հորմոնալ տատանումներ եւ իհարկե կարող են լինել հոգեբանական, հոգեբուժական հարթությունում, երբ կա օրինակ հոգեբանական վիճակ գեներալիզացված տագնապային խանգարում, որը դրսևորվում է անընդհատ տագնապով, երբեմն խոճապի պիկերով։ Սա հիվանդություն է։ Սա հիվանդություն եւ ախտանիշ է տարբեր դեպքերում տարբեր ձևերով, որոշ դեպքերում հոգեբուժական խնդիր է, որոշ դեպքերում նյարդաբանական եւ այլ հիվանդությունների ախտանիշ է։ Պետք է տարբերակել եւ ճիշտ ախտանիշ։ Գիտեմ, ունեմ ու ոչ մի բան չեմ անում։ Կարող է ինչ-որ բարդությունների բերել։ Տվյալ պահին խոճապային գրոհը անվտանգ է, այսինքն չի կարող հանգեցնել օրինակ մահվան։ Իմ կյանքին ու առողջության վտանգ չի սպառնում։ Հաճախ հենց վախը լինում է այս տեսակի գրոհ ունեցող մարդկանց, որ իրենք կմահանան։ Դա մահացու վիճակ չէ, բայց ազդում է կյանքի որակի վրա եւ բացի այդ չլուծված խնդիրը բերում է նրան, որ հետագայում այդ գրոհների հաճախականությունը ավելանում է։ Ինչպես նաև գրոհների տևողությունը կարող է ավելանալ։ Եթե սկզբում 2 րոպե էր խոճապային գրոհը, կարող է մինչև կես ժամ լինել մարդը այդ վիճակում։ Կես ժամ։ Այո, նույնիսկ արդեն սարսափելի վատ է։ Այդ դեպքերում հաճախ դիմում են շտապօգնության եւ այդ դեպքերում հաճախ ավելի նուրբ ախտորոշ։ Ես հիմա փորձում եմ հասկանալ ինչ կտեսնի շտապօգնության բժիշկը։ Իրականում կարող է եւ ոչինչ չտեսնել, կարող է հասնել ու արդեն անցած լինեն բոլոր ախտանշանները։ Լավ, այնուամենայնիվ հասկացել ենք, գնահատել ենք եւ չեմ ուզում ունենալ։ Ուզում եմ ազատվել այս խնդրից։ Հնարավոր է թե ոչ։ Իհարկե հնարավոր է, պետք է նախ եւ առաջ խնդիրը ճանաչել, արդյոք այն որևէ հիվանդության մաս է կազմում, որովհետեւ իհարկե հազվադեպ դեպքերում, բայց հնարավոր է նաեւ նյարդաբանական խնդիրներ, գլխուղեղի հետ կապված, կառուցվածքային խնդիրներ, որոնք MRT հետազոտությամբ կերևան։ Բայց օրինակ, եթե դա վահանաձև գեղձի խնդիր էր, եթե կարգավորում են վահանաձև գեղձի հորմոնների աշխատանքը նորից սա կարող է անցնել, թե կմնա։ Կարող է անցնել, կարող է մնալ։ Բանալի միտքը այն է, որ յուրաքանչյուր դեպք պահանջում է անհատական մոտեցում եւ ճիշտ ախտորոշում։ Պետք է դիմել մասնագետներից որևէ մեկին։ Գոնե նյարդաբանի, գոնե էնդոկրինոլոգի կամ հոգեբանի։ Դիմեցինք նյարդաբանին, ես ուզում եմ հասկանալ տագնապային գրոհերի համար գոյություն ունեն ինչ-որ դեղամիջոցներ, որոնք նշանակեն, չէ՞ որ պատճառները ասացիք տարբեր էին։ Այո։ Մեկի մոտ վահանաձև գեղձներ, մեկի մոտ շաքարային դիաբետներ, մեկի մոտ նյարդաբանական խնդիրներ։ Մյուսի մոտ կարող է ոչինչ չլինել, հոգեբանական հարթությունում լինել։ Կա այդպիսի, այսպես սուպեր դեղամիջոց, որը որ բոլորին կօգնի։ Ոչ, սուպեր դեղամիջոց, որը որ բոլորին կօգնի չկա, բայց կան արդյունավետ դեղեր։
Սակայն դեղորայքի ընտրությունը պետք է հիմնված լինի ճիշտ ախտորոշման վրա։ Եթե օրգանական չէ պատճառը, մաքուր նյարդաբանական չէ, այլ հոգեբուժական է, բուժմամբ պետք է զբաղվի հոգեբույժ, հոգեթերապևտը, եւ ամենակարևորն այն է, որ բացի դեղորայքային բուժումից, տվյալ խնդրից վերջնական ազատվելու համար սովորաբար օգնում է հոգեթերապիան, կոգնիտիվ վարքային թերապիան։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ, որ մենք մոտավորապես փորձեցինք ձեզ կարճ ժամանակի ընթացքում բացատրել ինչ են իրենցից ներկայացնում տագնապային, խուճապային գրոհները եւ ամենակարևորը փորձեցինք ձեզ համոզել, որ բժշկի հետ աշխատելու արդյունքում դուք կարող եք դրանից ազատվել։ Իսկ իմ հյուրը այսօր նյարդաբան Դավիթ Ալոյանն է, շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է, այսօր խոսել ենք պոստակնեսպիներից։ Պոստակնեսպիները դեռևս մնում են երիտասարդների եւ մեծահասակների համար ոչ միայն կոսմետիկ, այլև լուրջ հոգեբանական խնդիր։ Դրանք առաջանում են բորբոքային ակնեից հետո, երբ մաշկի ամբողջականությունը խաթարվում է։ Ժամանակակից բուժկությունը առաջարկում է բազմաթիվ մեթոդներ պոստակնեսպիները բուժելու համար, սակայն ամենաարդյունավետը մնում է CO2 լազերային հղկումը։ Լազերը գործում է միկրոտերմալ գոտիների սկզբունքով։ Այն գոլորշիացնում է մաշկի վերին շերտերը եւ խթանում կոլագենի եւ էլաստինի նոր սինթեզը։ Արդյունքում ունենում ենք ավելի հարթ, ճկուն, միատոն եւ երիտասարդ մաշկ։ Իհարկե, արդյունավետությունը մեծապես կախված է ճիշտ ընտրված պարամետրերից։ Եթե մասնագետը չի տիրապետում սարքի պարամետրերին, կարող ենք բախվել նման բարդություններին, ինչպիսիք են երկրորդային վարակը եւ ավելի խորը պիգմենտային բծերը։ Ի դեպ, շատ կարեւոր է CO2 լազերային հղկումից առաջ բժշկի կողմից նշանակված նախա եւ հետ վերականգնողական խնամքը։ CO2 լազերային հղկման վերականգնողական շրջանը կարող է տատանվել 2-ից 3 շաբաթ։ Այդ ընթացքում շատ կարևոր է, որպեսզի բուժառուն չմոռանա արևապաշտպան քսուկների մասին եւ հետեւի բժշկի կողմից հստակ ցուցումներին։ Այսօր էսթետիկ բժշկության մեջ CO2 լազերային հղկումը համարվում է պոստակնեսպիներից ազատվելու ոսկե չափանիշը։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ, կհանդիպենք։